Բարի երեկո։ Այսօր շատ հետաքրքիր եթեր ա լինելու, միգուցե մի փոքր երկար լինի եւ շատ ավելի խառը, որտեղ ամեն օր լինում են իրադարձություններ, ասենք քահանաների ձերբակալում, իրավապաշտպանի տված հաղորդումներ հանցագործության մասին եւ այլն, բայց ամեն դեպքում այսօրվա եթերը ուղղված է Տիկին Վարդապետյանին, երևի թե ամենադիմադիր, ամենախելացի դատախազներից մեկին, որի կառույցը չգիտես ինչու, միգուցե եւ կանխամտածված կամ չկանխամտածված սաբոտաժ անում եւ անում ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը ընդվզի եւ ներկա իշխանությունները այլևս չվերընտրվեն։ Դուք գիտեք, որ ես ապաքաղաքական տարեմ, դատախազը եւս ապաքաղաքական է, ինչքան որ ես գիտեմ, եւ երևի թե իրադրությունից ելնելով Տիկին դատախազը նման դիրքորոշում ունի եւ նման դիրք է բռնել։ Ես ասեմ ինչի համար 18 թվականին եղած գործողությունները, որոնք դժվարանում եմ հիմա վերնագրել, եղան, որովհետեւ չկար երկրում արդարություն, չկար արդարադատություն, շարունակաբար Արտուր Դավթյանի օֆիսի առաջ մենք ցույցեր էինք անում, պահանջելով արդար լուծումներ ծառացած հարցերին, եւ ժողովուրդը հավատաց, որ եթե Արտուր Դավթյանը փոխվի եւ գա Տիկին Վարդապետյանը, կլինի երկրում արդարություն եւ հավատացեք, ժողովուրդը ընդվզում է ոչ մենակ սոցիալական խնդիրներից ելնելով, այլ ավելի շատ տեսնելով, որ արդարության չենք հասնում, որ Հայաստանը վերածվում է Չիկագոյի, որ ամեն առավոտ զարթնում ենք բոթը կարդալով, թե ով ում սպանեց, ինչի սպանեց, որտեղ եղավ ինքնադատաստան, հարցածագում, ինչու եղավ ինքնադատաստան, պատասխան ինչուին, որովհետև չգործեց օրենքը, որտեղ օրենքի սահմաններում չլուծվեցին հարցերը, որտեղ մեղավորները չպատժվեցին, չկալանավորվեցին։ Դրա համար։ Եվ իմ մոտ օրինակ ստեղծվել է մի այսպիսի տպավորություն, որ այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի այս ներկա իշխանությունները չվերարտադրվեն, այսինքն Տիկին Վարդապետյանը ջանք ու եռանդ չխնայեմ դրա համար։ Միգուցե իմ դիրքորոշումը սխալ է, Տիկին Վարդապետյան, ուղղեք ինձ եւ ասեք ոչ, քանի դեռ դուք դատախազ եք, մեր երկրում տիրում է արդարադատությունը, ձերբակալվում են այն մարդիկ, ովքեր օրենքի պահանջներ պետքա ձերբակալվեին, դատվում են եւ իրենց պատիժն են կրում երկիրը թալանացնել, ասեք Ես միանգամից ձեզ կսկսեմ փաստերով հակադարձել Տիկին Վարդապետյան, ասեք, որ գործերը, քրեական վարույթները, այն ժամանակվա քրեական գործերը քննվում են սեղմ ժամկետներում, իհարկե այստեղ խոսքը չի վերաբերում հակակոռուպցիոն կոմիտեին, որովհետև այնտեղ ղեկավարության փոփոխության հետ միասին սկսվեցին գործերը քննվել շատ արագ, բայց ինձ ասեք, ես ձեզ ասեմ, վայ Տիկին Վարդապետյան, հարյուրավոր անգամ ձեզ դիմել ենք 15 թվից դեկտեմբերից, մենք հիմա նշելու ենք ես եւ դուք իրար հետ քրեական գործի 10-ամյակը, ունենք գործ, երբ որ նախկին քաղաքացիայի վարչության պետը մարդկանցից խաբեությամբ, կեղծիքներով խլել էր գույք 10 երկար եւ ձիգ տարիներ Տիկին Վարդապետյան, որից արդեն մի քանի տարին առնվազն դուք եք երկրի գլխավոր դատախազը, այ որ լիներ Արտուր Դավթյանը, ես պարտադիր ցույցեր կկազմակերպեի, բայց հիմա հասկանալով, որ դուք դիմադիր կեցվածք ունեք այս իշխանություններին, այսինքն ջանք ու եռանդ չեք խնայում, որպեսզի այս իշխանությունները չվերընտրվեն, որպեսզի ժողովուրդը բողոքի արդարադատությունից, որպեսզի երկրում լինի անընդհատ կրակոցներ, որպեսզի այս շիկանա այս մթնոլորտը, ես ոչինչ չեմ ասում, որովհետև ես դիմադիր չեմ, ընդդիմադիր չեմ, ես կուսակցական չեմ, բայց բրավո ձեզ, իրականում դատախազության սաբոտաժը շատ հիմա տեսանելի է, ես չգիտեմ իշխանությունները տեսնում են թե չէ, բայց հիմա կփորձենք ավելի տեսանելի ներկայացնել Տիկին Վարդապետյան, թե ձեր օրոք ինչա տեղի ունենում եւ ինչու է տեղի ունենում։ Կուզեմ անդրադառնալ մի քանի գործի, այդ թվում նաեւ Տիկին Վարդապետյան այդ աղբավայրը, որ այրվեց, Տիկին Վարդապետյան, Տիկին Պողոսյանը, դրա մասին դեռ 21 թվականին էր տվել հաղորդում հանցագործության մասին Տիկին Վարդապետյան ջան,
բա դուք ինչու չանդրադարձաք, ինչու։ Մենք դրա մասին էլ հեսակ խոսենք, փաստորեն Տիկին Պողոսյանը իր փոքր ռեսուրսներով շատ ավելի արագ է քայլում, տկ, քան թե ամբողջ դատախազությունը իր մեծ ռեսուրսներով։ Հետո կխոսենք նրա մասին, թե ինչու է դուք ցանկանում, որ Տիկին Պողոսյանին հետապնդեն։ Արդյոք սա վրեժխնդրություն է, թե չգիտեմ, Տիկին Պողոսյանի խոսելը, որ ձեռք չի տալիս, սա էլ է շատ հետաքրքիր։ Մենք այս բոլորը իրար հետ հիմա կզրուցենք, թե ինչու մի իրավապաշտպանի տված հաղորդման հիման վրա շուտափույթ լինում են ձերբակալումներ, կալանավորումներ, մյուս իրավապաշտպանիս տված հաղորդման հիման վրա, երբ որ ներկայացվում են կոռուպցիոն փաստեր, փեչատով փաստեր, ոչինչ չի կատարվում։ Մենք հետաքրքիր է այս խտրական մոտեցումը, միգուցե որ ասում է «Я лицом не вышла», կարա լինի տենց բան։ Բայց ես էլ եմ էլի գենդեր, դուք սիրում եք այդ գենդերային քաղաքականությունը, որովհետև ձեր ամբողջ դատախազությունը լցոնված է գենդերներով, երիտ դատախազուհիներով, որոնց ձեռքը մենք կրակն ենք ընկել։ Այն որ դուք առաջադեմ եք, այն որ դուք դիմադիր եք, ես ողջունում եմ, դա շատ լավ է, բայց դատախազությունը սարքել պանսիոն для благородных девиц, դա շատ վատ է, որովհետև այս աղջիկների ձեռամբ, նայեք էլի, վիճակագրություն վերցրեք, նայեք, մինչև այս աղջնակների գալը այդքան վենդետաներ լինում էր Հայաստանում, գիտեք վենդետան երբ է լինում, Տիկին Վարդապետյան, երբ որ մարդուն նկատմամբ լինում է հանցագործություն եւ հանցագործը չի պատժվում, բնականաբար ցանկացած քաղաքացի կամ թուր թվանքն է առնում ձեռը, կամ կիսլատան է առնում, կամ ծայրահեղ դեպքում падնոշկա է տալիս, որ այն հանցագործը, որը դատախազության ձեռամբ չի պատժվել, գոնե քիթբերնի վրա անգնի։ Եթե դուք ժամանակին բոլոր գործերին ընթացք տայիք, ասենք նոր աղբավայրին, Մարինա Պողոսյանը 21 թվին է տվել հաղորդում հանցագործության մասին, որից հետո դատախազությունը հագել է բոքսի պերչատկեքը ու 2 տարի իրավապաշտպանի հետ պայքար է տարել, որպեսզի հանգարց նոր աղբավայրի վերաբերյալ այդ գործը չբացահայտվի եւ մինչեւ հիմա շարունակում է։ Սա ընդհանրապես մի փոքր շեղվեմ, որտեղ ես միշտ եմ փաստերով խոսել, ուրեմն 2021 թվականին Տիկին Պողոսյանի ղեկավարած կազմակերպությունը Տիկին Վարդապետյան ջան, Դիմադիր դատախազ ջան հաղորդում է տվել հանցագործության մասին, որ Հայկ Մարությանի օրոք ստեղծվել են կառույցներ, նոր աղբավայր, նոր բարեկարգում, այսինչա կանաչապատում, տարտարատեսակ համայնքապատկան կառույցներ, որոնց գումարները տվել ենք մենք եւ որոնք եղել են զուտ փող լվալու սուբյեկտներ, այսինքն պատկերացրեք, որ ասենք նոր աղբավայրում եղել է մի հատ տնօրեն, մի հատ աշխատանքները համակարգող, մի հատ գլխավոր հաշվապահ, մեկ իրավաբան, մի հատ գործավար, մի հատ հսկիչ եւ ամեն ամիս ստացել են 2.410.000 դրամ աշխատավարձ եւ սա տարիներ շարունակ։ Հիշում եք Տիկին Վարդապետյան հետաքրքիր է, Հայկ Մարությանին բոլոր ձևերով պաշտպանեցիք, հետո էլ ասում եք Հայկ Մարությանը դիմադիր է, հիմա դրա համար եմ ասում, դուք դիմադիր եք, թե Հայկ Մարությանն ընդդիմադիր է, հիմա հասկանանք, դուք ընդդիմադիր եք, թե դիմադիր եք, դուք ընդդիմություն եք, բա ասեք իմանանք, հետաքրքիր է։ Եղել է նույն ձևի նոր բարեկարգումը, մի հատ տնօրեն, մի հատ գլխավոր հաշվապահ եւ այլն եւ այլն։ Հիշում եք Տիկին Վարդապետյան, սիրելի ընդդիմադիր դատախազ Տիկին Վարդապետյան ջան, մենք երբ որ հաղորդումը տվեցինք 21 թվականին, մի հատ գենդերային դատախազուհի ունեիք կենտրոնի դատախազությունում Հայկուհի չգիտեմ ինչ աներ, Ղարիբյան էր, եթե ես չեմ սխալվում, Հայկուհի Ղարիբյան, որոշեց, որ պետքա քրեական վարույթ չնախաձեռնվի, քրեական գործ չնախաձեռնվի, ինչու, մենք հաշվել էինք մոտավորապես մի քանի միլիոն եվրոյի, մի քանի միլիոն դոլարի
փող էին լափել քաղաքապետարանի այդ կառույցները, որում էր նոր աղբավայրը, որը վառվեց, վառեցին, չգիտեմ ինչ արեցին եւ անընդհատ sense մի քանի օր տես լուրջ դեմքով տնորեն են հեռացնում։ Տիկին Վարդապետյան, բա որ ժամանակին այս գործը քննվեր, ինչ կլներ։ Կարող է լավ լիներ, բայց թե լավ լիներ ժողովուրդը չէր բողոքի ներկա իշխանություններից, փաստորեն դուք չեք հասնի ձեր նպատակներին, ես չգիտեմ։ Եթե դուք ընդդիմություն եք, ասեք մի անգամից հիմա բոլորն իմանան, ընդդիմությունը բերի ծաղիկներ դնի դատախազության առջև ուրախանա, որ դուք ընդդիմադիր եք, կամ դուք գործում եք ի հակառակ ներկա իշխանություններին։ Ինչն էր խանգարում, ռեսուրսներ չունեիք քննելու այս գործը, կամ այդ Հայկուհի, չգիտեմ ինչ ան Ղարիբյանը, ասենք նա ով էր, ինչ է իրանից ներկայացնում, որ Տիկին Պողոսյանը փաստված, նայեք սենց հաշվարկներով, հաստիկացուցակներով, հաղորդումները տալիս է հանցագործության մասին, նույն սխեմայով, ոնց որ անում եք բոլորիս հետ, բացի մի իրավապաշտպանի, մենակ նա ունի այդ առավելությունը հաղորդում տալու հանցագործությունների մասին, որից հետո ասենք քահանաներ են միանգամից ձերբակալվում։ Շատ լավ է, բրավո իրան, ուրեմն ինք ունի այն իրավական գիտելիքները, որ մենք չունենք։ Ես չգիտեմ, կամ կա խտրական վերաբերմունք, ասեք, որ մեր երկրում մի իրավապաշտպան կարող է հաղորդում տա, մենք էլ գնանք այդ իրավապաշտպանին խնդրենք, որպեսզի մեր հաղորդումները ստորագրվի իր կողմից։ Հիմա այս նոր աղբավայրի այրվելը, այն որ կներեք, ում մեղ կնա, ում, 21 թվից եմ ես ձեզ ասել, և ինչա կատարվել, ժողովուրդ դուք կիմանաք, էլի կիմանանք մեր ընդդիմադիր դատախազին, 21 թվին Տիկին Վարդապետյանը իր գենդերներով որոշում են, որ չի կարելի քրեական գործ հարուցել, որից հետո Մարինա Պողոսյանը նորից է դիմում, որից հետո Մարինա Պողոսյանի կառույցը գնում է հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն դատարանը նայում ասում է հա բա ո՞նց պիտի քրեական գործ հարուցվի։ Դրանից հետո Տիկին Վարդապետյանը գնում են մի հատ էլ վերաքննիչ դատարան, որ ու վերաբերալ ուզում եք գործ հարուցեք, հանկարծ Հայկ Մարությանի մազին չկպնեք։ Հիմա Տիկին Վարդապետյան, ես ձեզ հարց եմ տալիս։ Ներկա իշխանությունները Հայկ Մարությանին դիտում են որպես ընդդիմություն։ Եվ ինքն էլ ասում է, որ ինքը ընդդիմություն է, չնայած ես ոնց հասկանում մեր երկրում ընդդիմություն չկա ընդհանրապես, եւ դա վաղուց եմ ասել, բայց ինչևէ, ձեր իշխանության լոզունգներն եմ կրկնում, բա դուք ինչի եք բոլոր ջանք ու եռանդ չեք խնայում, որպիսի հանկարծ Հայկ Մարությանի ղեկավարած կառույցների վերաբերյալ եւ իր ղեկավարության տակ գտնվող նոր բարեկարգում կանաչապատում նոր աղբավայր, նոր պաժար։ Հիմա սրա համար Հայկուի Ղարիբյանին գամեք անարգանքի սյունին, թող պատասխան տա եւ ի վերջո մենք հասանք նրան, որ քրեական վարույթ նախաձեռնվեց, բայց քրեական վարույթը գրվեց Կարապի լճի սառույցին, երևի ցուրտ էր այդ եղանակը, 24 թվականի հունվարի 17-ին, ժամը 10-ին այդ գործով հրավիրվել եմ հարցաքննության եւ դրանից հետո այդ գործը սառույցի վրա գրվել ու հալել է։ Նոր աղբավայրը արվեց, դատախազության, թույլտվությամբ, թողտվությամբ, չհետևելով, ժողովուրդ ջան, ծանոթացեք, սրա մասին ես շատ վաղուց եմ ասել եւ հաղորդում եմ տվել, եւ առ այսօր Տիկին Վարդապետյան չկա որևէ արձանագրություն, որոշում, թե ինչ եղավ, արդյոք Հայկ Մարությանը այդ մի քանի միլիոն եվրոն գրպանել էր, այդ ովքեր էին այդ նոր աղբավայրի ղեկավարությունը, այսինքն պետքա պարտադիր հրդեհ լիներ, որից հետո տենց ժողովրդի ուշադրությունը գնա, ժողովուրդ իմացեք, ես այս հաղորդումը տվել եմ եւ Տիկին Վարդապետյանի ղեկավարած կառույցի ձեռամբ սենց գնացել է դոլգի ящик։ Եվ սենց մի շարք հաղորդումներ ունենք հաղորդում տրված կարմիր բերետներով ջոմարձանով, որտեղ ակնհայտ փաստաթղթային կեղծիքներ էր, չեմ ուզում ես ինձ վերաբերվողը մենակ ասեմ, որը արդեն տարիներ ի վեր շատ լուրջ դեմքով քննում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։ Ափաշկարա, տենց թուրքերեն բառ կա, ասեն, որ
ընդունելի լինի մատաղի պես որոշ մարդկանց համար, ակնհայտորեն հայերեն, ասեմ, կարողա մենակ հասկանա իմ հետևորդները եւ այն մնացած ժողովուրդը, ակնհայտորեն կա վիդեո, որտեղ երևում է, որ ես մեքենայով չեմ, ես ոտով եմ, մարդիկ բռնության է ենթարկում են Ջոմարձան կարմիր գլխարկը ու իր հետինները։ Տիկին Վարդապետյանը առ այսօր դա դիտարկում է նրանց գրած ռապորտը, որ ես մեքենայով եմ եղել եւ խանգարել եմ վարչապետի ելումուտին։ Բա Տիկին Վարդապետյան, տեսնում եք, շատ վատ եմ։ Հիմա ես որ վաղը ինքնադատաստան տեսնեմ, դուք մի անգամից օթապարիկներով կգաք իմ տան վրա եւ ինձ սենց օթով կկալանավորեք ոնց որ այդ քահանաներին։ Ինչու։ Հետաքրքիր է, ինչու։ Մեկ այլ բան, օրինակ այսօր ես իրականում շատ սենց այն որ ասում է Պրիկլանյայից այն իրավապաշտպանի առջև որի գրած հաղորդումները 2 րոպե հետո մարդիկ կալանավորվում ու ձերբակալվում են։ Հա, չունեմ ես այդ հունարը, չունեմ ես այդ կրթությունը, չունեմ ես այդ գիտությունը, երևի չունեմ այդ բառապաշարը, ֆոնտը, տառատեսակը, կարող է Arial-ով եմ գրում, Times Armenian-ով գրվի, չունեմ։ Այդ ոնց է ստացվում, Տիկին Վարդապետյան, որ քահանաները մի անգամից ձերբակալվում են, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամից փողեր լափած Կոմիտաս Կարապետյան, Հովիկ Աբրահամյան, Էլիզաբեթ Պետրոսյան, էլ չգիտեմ ով ու ով, Վարդան Սրմաքեշ, հենց ասեմ Սրմաքեշ, կասեք օй նո։ Այդ դրանց խի չեն ձերբակալվում, հարց եմ տալիս, 3 տարի է, այդ իմ տված հաղորդումը, որտեղ է գտնվում, այդ ոնց տեն ստացվեց, եւ իդեպ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում հիմա հակաիշխանական խմբակներ են ստեղծում, բա որ ասում եմ դուք ընդդիմադիր եք, հետո ինձանից նեղանում եք, այսինքն դուք այս մարդկանց հնարավորություն եք տվել, որպեսզի Արցախից 40, 45, 50 միլիոն եվրո բերեն եւ այդ եվրոներով առնեն մեր Երևանի կենտրոնը եւ Հայաստանի հեկեր, գեկեր, մեկեր եւ այլն եւ դրա հետ միասին քաղաքական փոքրիկ խմբակներ ստեղծեն, ֆինանսավորելով, օգտվելով մարդկանց անօթևան լինելուց, գումար չունենալուց եւ քաղաքական պայքար մղեն այն վարչապետի հետ, որը ձեզ նշանակել է պաշտոնի։ Բա հիմա դուք ինձ ոնց կբացատրեք 3 տարի է Պողոսյան Մարինան եւ իր կազմակերպած իր ղեկավարած կազմակերպությունը ձեզ մանրակրկիտ ներկայացրել է եւ ֆինանսական փաստաթղթերը եւ գումարները ուրա գնացել, այդ գումարները ոնց են ստեղ լվացվել, քար լռություն ի մертвый скосами стоят, էսա։ Արցախցիներին ինչու խաբեցիք դատախազությունում։ Ինչու, որ այո, հենց հիմա դա գիտեք երբ էր, դա հեռավոր 23 թվականին էր։ Արցախցիների գլխի տակ փափուկ բարձր դրեցիք, ճամփեցիք, բայց իմ գլխի տակում չեք կարա։ Ես իմ տարիքից ելնելով սենց 4 տեղ եմ քնում, որ չծերանամ։ Հիմա հարց եմ տալիս, որն էր ավելի վտանգավոր մեր երկրի համար։ Մարդկանց կյանքից զրկելով, արյան գնով, թալանով, մեր գումարները յուրացրած Արցախի չէ, Ղարաբաղի բանդան, որ այսօր գործում է Հայաստանում, թե մի քանի քահանա, թե հարցը նրանում է, թե ով է տվել հաղորդումը հանցագործության մասին։ Ինձ համար շատ հետաքրքիր է, շատ ծայրահեղ հետաքրքիր է։ Եվ այն, որ ձեր թողտվությամբ այդ մարդիկ հիմա հակաիշխանական պայքարի խմբակներ են ստեղծում, բա որ ասում դուք ընդդիմադիր եք, դուք ինձից մի նեղվեք։ Դուք երևի ամենալուրջ ընդդիմադիր գործիչն եք, որը խոսում է մեր ժողովրդավարության մասին, որ դատախազը, այո, անկախ նրանից, թե ով է իրան նշանակել այդ պաշտոնին, ինքը չի ենթարկվում ներկա իշխանություններին։ Թող որևէ մեկ ասի, որ Մարինա Պողոսյանը սուտ է ասում, ես փաստերով մնացածը եւս կապացուցեմ։ Իհարկե կապացուցեմ։ Այս ամենը ինձ բավականին մտքերի մեջ է գցում, որովհետև փաստացիորեն խտրական մոտեցում կա ամեն ինչի նկատմամբ։
Կարևոր չի թե հանցագործությունը ով արել, կարևոր է թե ում կողմից է եղել, որ քաղաքական ուժից է եղել, որ իրավապաշտպանն է եղել, սա փաստացի դուք կարևորում եք եւ ձեր խտրական մոտեցումը իրականում եմ ասում ակնհայտ է էլի ձեր ջանասիրությունը թե ոնց եք դուք անում գնացիք քահանաներին տարակ լավ արեցիք իսկ երբ որ խոսքը գնում է իրավապաշտպանի դիցուք իմ կյանքի առողջության եւ իմ կյանքից վտանգ սպառնող ինչ որ մեկի հաղորդման համար դուք դատախազությունում բաժանում եք այդ բոքսի ձեռնոցները այն ժամանակ Հայկուի Ղարիբյանն էր հիմա էլ կիսահանված մի դատախազում եք Մանե Սաֆարյան նա է լծվում գործին երբ որ դեկտեմբերի 2-ին ես արցախցիների թալանի մասին եթերից հետո գնում եմ իմ բնակարան եւ տեսնում եմ դուրս լրիվ բաց որևէ գործողություն չեք արել այսինքն իմ մոտ տպավորությունն է որ սա դատախազության հրահանգով եւ դատախազությունը կողմա որպեսզի Մարինա Պողոսյանի կյանքին վերջ տրվի կամ ինչ որ բան լինի որ Մարինա Պողոսյանը այլևս չխոսա սրա մասին է խոսքը Տիկին Վարդապետյան ու դուք գտնում եք որ դուք քնչականը վերահսկող կառույցով գտնում եք որ հիմա դուք լծվել եք ինձ լռեցնելու լուրջ պատերազմ եք ինձ հայտարարել խնդրեմ մենք բացարձակ խնդիր չունենք քանի ցույց եղել է Արտուր Դավթյանի օրոք կարող է բազմապատկվի բազմահազարով ու լինի հիմա դատախազության դիմաց ես ձեզ կոնկրետ հարց եմ տալիս դեկտեմբերի 2-ին մտել են իմ տուն անցյալ տարի եւ ոչ թե եւ դուրս sense բաց թողել որպեսի ինձ զգուշացնեն որ այլևս չխոսեմ ես Արցախի թալանով ինչ է արել դատախազությունը Ջոմարձյանը Բերանքսիվայր ինձ քաշատվել գցել ավտոմեքենան 3 տարի առաջ 3 տարի 22 թվին ինչ է արել դատախազությունը Հովանես Երիցյանը 10 տարի առաջ հաղորդում է տրվել 10 տարի է մեր կազմակերպությունը դիմում է դատարան դատարանը վերացնում է դատախազության որոշումները գործը կարճելու վերաբերյալ նորից գնում է դատախազություն նորից կարճում է հիմա ստեղ փողի խնդիրն է հա բասեք վճարովի ծառայություններ դրեք իմանանք եթե պիտի ես հաղորդման համար վճարենք որպեսզի ես հաղորդումը հասնի վերջ այս քրեական գործի համար վճարենք ու դուք հետո զարմանում եք որ ժողովուրդը բողոքում է դուք եք հրահրում այսօր ժողովրդին ձեր անգործությամբ ես падգամավոր հաղորդում եմ հիմա գիտեք ինչ խտրական մոտեցումը մենակ իրավապաշտպանի չի մի падգամավոր հաղորդում է տալիս հանցագործության մասին քրեական վարույթ չի նախաձեռնում մյուս падգամավորը հաղորդում է տալիս քրեական վարույթ է նախաձեռնվում ես կարող եմ դա հասկանալ ես տեսել եմ ճիշտ հանրային տիրույթում Թագուհի Թովմասյանը տվել է հաղորդում Արտուր Հովհաննիսյանի եթե չեմ սխալվում վերաբերյալ Չգիտեմ ինչ ա եղել, բայց Արտուր Հովհաննիսյանը ասենք ունի հաղորդում տրված, այդ հաղորդումը դառնում է քրեական վարույթ կամ մնացած падգամավորները։ Սա ինչ խտրական մոտեցում է։ Եվ դուք այլ երկրներ գնալով խոսում եք ոչ խտրական արդարադատության մասին, սա չլնող բան է։ Հիմա ես ճիշտն ասած, ինչի մասին շատ էի ուզում խոսեմ, ես ուզում եմ անդրադառնամ այդ թեմային, հետևորդներն էլ կհիշեն, ինձ համար իհարկե հաճույք չի պատճառում, ես ընդհանրապես 18+-ի սիրահար չեմ, Playboy ժուրնալների եւ այլն, բայց ստիպված եմ, կոմիքսների սիրահար էլ չեմ։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, Տիկին Վարդապետյան, Ես դուք իմ հետ ընտրել եք դատախազության միջոցով, ձեր մեծ ռեսուրսներով, ինձ ճնշելու ճանապարհ, ասեք, կոնկրետ ասեք, կոնկրետ։ Ասեք, որ գիտեք ինչ, եթե դուք խոսած Մարինա Պողոսյան, սենց կլինի, քո դուռը մի հատ է կբացեն, արդեն իմ մոտ կասկածներ է առաջանում, ով էր իմ տան դուռը բացել, եւ ինչու չքննվեց այդ գործը, ով։ Եվ ոչ մենակ այդ Ով էր ինձ սպառնալիքներ հնչեցրել, որ կիսլատակը լցնի վրաս, հետ էլ այն դեպքում, որ Մարինա Պողոսյանը բացառապես այդ մարդուն չի ճանաչել, եւ հիմա դուք ձեր դատախազները, որպես փաստաբաններ, լծվել եք այդ մարդու պաշտպանությանը։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է հստակ ձեր կողմից ուղեծրված ճնշում իրավապաշտպանի նկատմամբ։ Հիմա ինչ անեմ, գնամ այն մյուս իրավապաշտպանից ինչ սովորեմ, որ Եվ իմ ձայնն էլ դառնա լսելի։
Խոսքը վերաբերում այն հանգամանքին, որ 2 տարի առաջ, 1.5 տարի առաջ, թե մի տարի առաջ շատ հպանցիկ անցնեմ, շրջայց է կատարվել ոստիկանության բաժիններ եւ մի ոստիկանության բաժին շրջայցից հետո, երբ որ դրվել է թե ինչ բարքեր են Արաբկիրի ոստիկանությունում, հայտնվել է Արաբկիրի ոստիկանության ամուսին woman նախկինում դատապարտված սուբյեկտ, որը ինձ ասել է, որ եթե ես խոսամ, դրաս կիսլատա կլցնի, էլ չեմ ուզում մանրանալ, որտեղ սա դրան չարժի նույնիսկ։ Եվ այս սուբյեկտի պաշտպանությանը լծվել են դուք Տիկին Աննա Վարդապետյան, ձեր դատախազուհին Մանե Սաֆարյանը, քնչուհի Գայանե Շահմուրադյան եւ հակակոռուպցիոնի ձեռնոցակիր ինչ էր մոռացա Նաիրա Շահինյան։ Հիմա նայեք ինչ ա եղել։ Ես նույնիսկ բուն թեմային չեմ անդրադառնում։ Այս քրեական գործի շրջանակներում, քրեական վարույթի շրջանակներում, երբ որ ես ծանոթացել եմ վարույթի նյութերի հետ, տվել եմ հաղորդում հանցագործության մասին, որ վարույթից քնչուհու այս սուբյեկտի կողմից գողացվել են, այո, գողացվել են գողություն, վարավստվո։ Են մենք ենք մեր սարերի շմեք, ասում է ինչ ա եղել, ասում է անասուն են գողացել, քրեական գործի նյութեր են գողացել։ Էս ճոծը, էս, սա։ Հաղորդում եմ տալիս, հասկանալով, ես էլ եմ իրավապաշտպան էլի, այն որ ասում է գազım չքաշեմ, թիզım կքաշեմ ձեր սրտի իրավապաշտպանին։ Հաղորդում եմ տալիս, ասում եմ գողություն ա եղել, գողություն։ Սա որոշում է, որ գողություն չի եղել։ Այսինքն դուք կոֆեի բաժակ են նայում ձեր մոտ, սենց իրա տեղը նստած ձեռնոցները հագել է ու որոշել գողություն չի եղել։ Բայց չի եղել տարեկին սուտ մատնության համար դատեք, ասեն եղել է գողություն։ Եվ ինչի է սա գողություն արել, որպեսզի այն մի հատ խնդրում եմ ցույց տաք այն սուբյեկտին քրեական պատասխանատվությունից զերծ պայ, այս սրան, բայց հեսա հետոն կգնանք, դուք պատկերացնում եք, որ այս սուբյեկտին սրանք և սա Մերլին Մոնրոյի վատ կոպիա հանդիսացող սուբյեկտը, իզիս թող չնեղանամ, սենց շորեր, մենակ հակել են կաբարեում, չգիտեմ որտեղ, բայց ոչ դատախազներ էլ, օրինակ ես տղամարդ դատախազ չեմ տեսել ձեր մոտ, որ շործիկով գա դատախազություն կամ շործիկով նկար դնի, տղամարդիկ բավականին պարկեշտ են, այս երիտները սա ուրիշ կատեգորիա եւ սա ու սա սրանց ձեռամբ սա ազատվեց քրեական պատասխանատվությունից, բայց ոնց ազատվեց, քանի որ սա գողություն արեց քրեական գործի նյութերի, որովհետեւ այդ ապացույցների պարագայում հնարավոր չէր լինի, չկար ապացույցները, չեղավ, այն մի հատ է դատավոր կար Ռազմիկ Եսիմ Մարեկյան, նա էլ խփեց, դրա մասին իմիջիայլոց խոսելու ենք, թե դա ում բարեկամն է ու ոնց դառավ դատավոր, էլի, ոնց դառավ դատավոր։ Հիմա հարցը ինչումն է, որոշեցին այս 3 սուբյեկտներով, չգիտեմ, սա իրանց սրտի ասպետն էր, ստեղ կա կոռուպցիոն ռիսկ էր, սա հաղորդում է հանցագործության մասին, նորից, snova, again, որ սրանց միջոցով, սրանք փող են վերցրել, չգիտեմ, բնամթերքով, ես ի նկատի ունեմ տանձ խնձորով բնամթերք ասվածը, ուրիշ բան հանգարց չհասկանաք, տանձ ու խնձոր են վերցրել, Աշխեն Ալեքսանյանի սինդրոմն է այնտեղ եղել, ինչ էր են հյուպատոսիկը, որ չեր դիմացել դիմացի տղամարդու հմայքին, ես չգիտեմ ինչ ա եղել, բայց հիմա ձեր ղեկավարած կառույցը Տիկին Վարդապետյան, սիրելի ընդդիմադիր դատախազ, լծվել է իմ հետ պայքարի, այսինքն ինչ ա եղել, խնդրում եմ փոխեք այս նկարը, նայեք ինչ ա եղել, ի վերջո, այն որ ստեղ քննիչ կա, որ գողություն արել, ես ասում եմ գողություն արել, ինձ ապացուցեք, որ չի արել, տարեք ինձ դատեք, ձեր երազանքը կիրականանա,
մի իրավապաշտպան կպակասի հաղորդում տվող, կմնա միակ եւ անկրկնելի իրավապաշտպանը, որ հաղորդում է տալիս տերտերների վրա, չգիտեմ, սրա վրա, նրա վրա։ Եվ հա նախանձով եմ ասում, բայց նախանձում եմ, հենց գրումա բռնում եք։ Հենց գրումա բռնում եք 44 միլիոն եվրո բերեցի դրեցի ձեր սեղանին, որ այս մարդը ստեից տեա փոխանցես, ստեից տեա փոխանցես, տեղից տեղ SDS պլատյոժ կան, SDS, ասեցիք thank you։ Դա մեզ չի վերաբերվում։ Այդ քահանաները իրանց կյանքում սաղ իրար այդքան գողացել են։ Այսենց ենք պայքարում կոռուպցիայի դեմ, գժական պայքարը։ Հիմա նայեք ինչ ալում։ Ես հաղորդում եմ տալի, որ սա գողացել է։ Սա ասում է չի գողացես, թե քրեական գործ չի կարելի հարուցել, որտեղ սա իմ ընկերուհին է։ Հետո բողոքում եմ դատախազություն, գլխավոր դատախազություն, դե չգիտեի, որ սա պետք է քննի, զննի։ Ու սա էս Մանե Սաֆարյան կոչվածը, որ տենց նեղվել էր, որ 700,000 տղամարդ նայել էր իր կիսահանված նկարը իմ հետևորդներից։ Հիմա նորից է ստիպում, որ ես իր նկարը դնեմ, որովհետև երևի կան մարդիկ, որոնք ուշադրության կարոտ են։ Կամ երևի ֆոլոուերները գրել են մի հատ էլի այդ նկարը ազ։ Ու սա հիմա նորից բողոք է տարել, ես ասեմ էլ ինչ աղը, պատկասմեք, ես բողոքում եմ դատախազություն, մտածել որ դատախազությունում պարկեշտ հագնված, ոնց որ դուք եք հագնված Տիկին Վարդապետյան, միշտ սենց պարկեշտ, առանց մեյքափի, սենց համեստի մեջ, մտածում եմ, որ կամ ձեր նման կանայք, կամ տղամարդիկ, դատախազները պետք է նայն ասում, վայ, այս մարդ հայ մարդ գրել է գողություն ա եղել, այս ձեռնոցավոր հակակոռուպցիոնը խիա գրել որ չի եղել, որտեղից է կարող կգանե Շամուրաձյանի կողքն է նստած եղել, չի եղել։ Ոնց կարա մարդ ինքը ապրիորի գրի չի եղել գողություն։ Այս նշանակում է որ սրանք կոռուպցիոն, սա OPG է։ Սրանք իրար հետ կապված են, սա հանցավոր խումբ է, որտեղ հանցագործին պարտակողը հանցակից է։ Ես դիմում եմ արդեն սրանից հետո այս սուբյեկտից հետո դիմում եմ դատարան եւ դատարանից ստանում եմ որ դատարանը որոշումը ստանում միջդատական ակտը վիճարկելու վերաբերյալ բողոքը քննության առնելու ես ստանում եմ դատական ակտը որ այո պետքա քրեական վարույթ նախաձեռնվի որ ի վերջո պարզվի այս Գայանե Շամուրաձյանն է գործող թե Տիկին Պողոսյանը սուտ մատնությունն է կատարել բայց դուք Տիկին Վարդապետյան սա չմարսեցիք եւ այս կիսահանվածը իդեպ եղանակները բավականին ցրտել է կարելի է բրդի շորցի հագնել կարճ եւ սա օրեր առաջ 2 օր առաջ բողոքարկումը դատարանի որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան ասելու որ հանգարց այն ուրեր են Գայանե Շամուրաձյանը սրա վերաբերյալ հանգարց քրեական գործ չարություն ես քննիչը վարորդը նաև հսկիչ է քննիչը նաև գողցող է հիմա այս Մանե Սաֆարյանի եւ ձեր շահագրգռվածությունը ինչու՞ է Տիկին Վարդապետյան ինչու՞ է նույնատիպ ոնց որ նոր աղբավայրով 2 տարի բոքսի պերչատկե կհակակ պարտվեցիք վերջում էլ պաժար ընկավ ձեր մեղքով որովհետեւ ժամանակին չդատվեցին մարդիկ հիմա դուք ես նույն բանը անում եք իմ հետ այսինքն մերձավան եք ստեղծելու եթե մարդը ինձ ասում է կիսլատա կլցնեմ այդ փաստերը ես ներկայացնում եմ սա գողություն է անում որ այդ մարդը չդատվի կարող է դու գիտեք ես sense նստեմ ու սպասեմ որովհետև մեր երկրում դատախազը Տիկին Վարդապետյանն է չէ Բարտի ես հակահարված տամ, ինչի եք մարդկանց ինքնադատաստանի հասցնում, Տիկին Վարդապետյան, հարց եմ տալիս, դուք հասցնում եք մարդկանց ինքնադատաստանի, որպիսի երկրում քաղաքական վիճակը կայուն չլինի, որպիսի ժողովուրդը դեմ գա գործող իշխանություններին և ասի չկա արդարություն, հիմա ինչ եք ուզում եք վաղվանից, Ցույցեր սկսենք դատախազության դիմաց, հիմա ես ուզում եմ հասկանամ, այս սուբյեկտը
նեղվել է, որ իր կիսահանված նկարը դրել է, թող հագնված ելներ, սրանց պես հագնված նկար կդնեի, կամ սենց կատվի ձեռնոցներով նկար կդնեի, ինքը հագնված աղեսյան հանվածրել բերել եմ, դրել եմ, հա? Հիմա սա վրեժ խնդրություն է, իզդից վրեժ եք դուք լուծում։ Բա դուք պատկերացնում եք սրա հակահարվածն ինչ ալին։ Դե ես հիմիկվանից ասում եմ, եթե այս գործը չբացահայտվեց, թե սա ինչի է գողություն արել, եւ սրա գողությամբ ինչի այն սուբյեկտը ուրա, նա դրա նկարը, դա չի դատվել, սա հիմիկվանից զգուշացնում եմ, գնալու է տարիներ տևող ցեղական վենդետայի։ Այս ինչ եք դուք անում։ Դուք հիմա դատախազ եք, թե շախմատիստ։ Եվ էլի եմ ասում, դուք եք անում, որպեսզի ժողովուրդը, այս ինչ մի պրիմիտիվ գործ էր 15 րոպեվա։ Ինձ կանչում հարցնում էին, ինչ փաստաթղթեր ա գողացել ձեր կարծիքով Տիկին Շամուրաձեն, ես ասում եմ, այս սա, ես սրանք սա ներկայացրել, մեզ ինչ որ քրեական գործի մեջ չկա, ու պրծնում էր այդ կինոն։ Բայց ես հիմա նորից իմ բոլոր ասածները, ասենց բումերանգի պես շխկում է դատախազության վրա, ոնց որ նոր աղբավայրը այրվեց, որի մասին 21 թվից եմ ես ասում, եւ հիմա կանչեք այդ Հայկուի Ղարիբյանին եւ հարցրեք աղջիկ ջան, ինչու դու դեմ գնացիր այս իշխանություններին եւ պաշտպանեցիր ընդդիմադիր Հայկ Մարությանին, որ չդատվի հանգարց, եւ ինչու քո ձեռամբ այսօր այրվեց այդ աղբավայրը, որտեղ դու անգործություն, հանցավոր անգործություն ցուցաբերեցիր։ Եվ հիմա փոխանակ դատախազությունը լծվի այս սուբյեկտին հարց տա, ասի աղջի Մանե Սաֆարյան, դու երբ որ ես մնաց չգիտեմ ինչանի վերաբերյալ, որպիսի հանգարց ես ձեր սրտի ասպետն է, ձեր ճշտի ասպետն է, ձեր կուրքն է, չգիտեմ հյուպատոսի սինդրոմով եք տառապում, թե կոռուպցիոն ռիսկեր կա, մանի, ես չգիտեմ, ես ամեն ինչ կարամ հիմա պատկերացնեմ, որովհետև ակնհայտորեն ես Մանե Սաֆարյանը մածուն առել է ձեռը ու ամեն օր ինձ նամակ ա գրում, ասում է Տիկին Պողոսյան, մածունը սև է։ Ստեղ ուրիշ հարց կա, այ ոնց որ նոր աղբավայր է հետ եկավ ձեր վրա Տիկին Վարդապետյան։ Սա արդեն օգոստոսին, ուրեմն քրեական գործից այս սուբյեկտը, երբ որ գողացավ փաստաթղթեր, որպեսզի սա հանգարց քրեական պատասխանատվության չենթարկվի, այս ձեռնոցավորը, այս կատվի ձեռնոցներով հակակոռուպցիոնիստ կան, որոշեց, որ գողությունը լավ բան է, Մանեն է պեչատը դրեց, ու երբ որ հիմա վերաքննիչ դատարանը ասես չէ, սա այդ արանքում նույն հանցագործությունը կյանքի սպառնալիք ծեց արեց իր հղի կնոջ նկատմամբ, որը ընկավ հիվանդանոց եւ որով հիմա քրեական վարույթ է նախաձեռնված։ Հիմա դուք Տիկին Վարդապետյան զարկ եք տալիս հանցագործությունների աճին, հա, դրանով որպեսզի ժողովուրդը տեսնի, որ այս իշխանությունները վատն են, բայց արդյոք դուք դատախազ լինելով տենց քաղաքական բաներ պետք է անեք, որ այս իշխանությունների դեմ դուրս գա ժողովուրդը։ Իհարկե վատն են, բայց վատն են, որովհետև ձեր պես մարդիկ չեն աշխատում։ Ձեր մոտ նույնիսկ այս կիսահանվածի մոտ կին է, էլի, չմտածեց, որ ես իր նկարը մոռացել է ընդհանրապես, ուղղակի ուրիշ նկար չունի, ես եմ դնում, ուրիշ նկար բերեք հագնված կամ պիժամայով այդ նկարը դնենք։ Սրա մոտ հարց չառաջացավ, որ այն օրը, որ ինքը ստորագրել է, որ սա չպետք է դատվի հանգարց, այս մարդը նույն օրը օգոստոսին հարցակվում է հղի կնոջը, ասում է փորիդ միջի երեխուն էլ կսպանեմ, քեզ էլ ծեծի է ենթարկում եւ այդ կինը ընկնում է հիվանդանոց եւ հիմա քրեական վարույթ կա նախաձեռնված։ Դե պարզ է, որ այդ քրեական վարույթը, քանի Մանե Սաֆարյանը սաղ է, մնաց Հարությունյանը չպետք է դատվի, Գայանե Շամուրաձյանը չպետք է դատվի, ու դուք այս ռյուկզակով, այս բագաժով դուք որոշել եք, որ մարդիկ պետք է իդեմս ձեզ տեսնեն արդարադատության իրականացման գրավական, Տիկին Վարդապետյան։ Ես այսքան ժամանակ լուռ եմ եղել, բայց լավ լսեք, ես ինչ եմ ասում, որևէ մեկին
չեմ թույլատրի հանկարծ իմ կյանքի վրա կներեք ղումար խաղալ։ Ուրեմն ձեր այդ Մանե Սաֆարյան, ձեր այդ երիտ դատախազուհիներին հավաքեք եւ մեր հարկերը օգտագործեք նպատակային, օգտագործեք այն մարդկանց վրա, ովքեր արդյունավետ գործեր են քննելու եւ վերահսկելու են քննչական կոմիտեի գործողությունները, գործունեությունը։ Նորից եմ ասում, Արցախի թալանով 3 տարի, 2 տարի, Ջոմարձանով 3 տարի, նախկին Խաղաղացիայի պետով 10 տարի դեկտեմբերին ալրանում, իմ տուն մտնելը 1 տարի ու մենք տենց ունենք լիքը գործեր։ Էս ինչ եք անում, կարող է գիտեք մենք զեյթուն ենք, դուք սենց պտտացնում եք, որ մեզ հոգնացնեք։ Ես հիմա սա դիտարկում եմ, որ դատախազությունը լծվել է այն մարդկանց շահերի պաշտպանությանը, ով կստիպի ինձ լռել եւ փորձում է ինձ լռեցնել։ Հիմիկվա իմ ասածը հաղորդում է հանցագործության մասին, որտեղ Մանե Սաֆարյան, Նաիրա Շահինյան եւ Էզգայանը Շահմուրադյանը սրանք հանցախումբ են, օրգանիզովանը պրեստուպնե գրուպիրովկա, որովհետեւ դուք պատկերացնում եք քահանաների գործողությունը ավելի շատ վնաս կտա, քան թե կոռումպացված քննիչ քնչուիների գործողությունը, որոնք գործ ունեն մարդկային կյանքերի հետ։ Եվ նորից եմ կրկնում, եթե դատախազությունը որոշել է իդեմս բմբուլիկներով շորեր հագած Մանեի պայքարի ինձ հետ, ես հավ չեմ, էլի, հավ չեմ, որ ասեմ, հա դե ոչինչ բան, ես իրավապաշտպան եմ, այո, ինձ պիտի խփեն, ես ձեն չանեմ, ինձ օրենքը չի գործում այսօր օրենք Հայաստանի Հանրապետություն։ Եթե դուք որոշել եք լծվեք այն մարդկանց պաշտպանությանը, ովքեր ինձ սպառնում է, կամ ձեր ցուցումով են սպառնում, ուրեմն համապատասխան պատասխանը կստանաք ինձանից։ Առայժմ այսքանը, բայց ասելու այնքան նյութ կա Տիկին Վարդապետյան, այնքանից շատ, ուղղակի շատ երկար խոսացի եւ իրականում շատ ջղայնացած եմ, որովհետեւ ձեր մասին ես ունեցել եմ մեկ այլ կարծիք, որ դուք Արտուր Դավթյան չեք, արդարության, արդարադատության ջատագով եք եւ ի վերջո բավականին լավ կրթություն ստացած կին եք եւ պետք է պայքարեիք դուք նրա համար, որպեսզի ձեզ նշանակած իշխանությունները իդեմս ձեզ որոշակի ակտիվներ ձեռք բերեին, որ մարդիկ ասեին դե լավ, ինչ ես իշխանության օրոք արդարադատություն կա, այսքանը։